Սա Արևմտյան Հայաստանի քարտեզն է։ Այստեղ մարդիկ գալիս են, գնդասեղով նշում են այն վայրերը, որտեղից եկել են իրենց պապերը։ Իմ պապերը Բայազեդ նահանգի Արծապ գյուղից են։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընթരാճ Երևանում Գարեգին Նժդեհի արձանի մոտ են եկել մարդիկ, որ գնդասեղով վերագտնեն իրենց պատմությունը։ Ցուցադրության նախաձեռնությունը Հոիդա Ռուբեն կոմիտեինն է, բաց տարածքում ներկայացված են ցեղասպանության փաստաթղթեր, հուշեր, լուսանկարներ։ Ամենախոսունը սակայն այս մարդիկ են։ Պապս եղել է Շատախում, շատ հարուստ մարդ, գորգագործ, Գրիգոր Ավիկյան։ Եղեռնի ժամանակ եկել են, հասել են բան, պապի պապս, տատս, 3 երեխաները, եկել են, հասել են սահման, բանը լսել, որ հեսա թուրքերը գալիս են, Պապս թողնում է երեխեքին ու կնոջը, ինքը գնում է թուրքերի դեմ ու գնացել, ոչ մի տեղեկություն չկա։ Արևմտյան Հայաստանի քարտեզի կողքին արդեն Արցախի քարտեզն էլ կա։ Կարոտած մարդիկ հայաթափված Արցախի քարտեզի վրա գնդասեղով նշում են հարազատ վայրերը։ 2023 թվականին մենք ունեցանք երկրորդ ցեղասպանությունը։ Նույնիսկ դրա մասին այսօր փորձում են չխոսել, փորձում են ամեն ինչ անել, որ բթացնեն մարդկանց մեջ դա մեր իշխանությունների, մեր կառավարության հակահայ քարոզն է։ Դաշնակցական Կարին Հովսեփյանի խոսքով 110 տարի անց մենք դեռ պահանջներ ունենք, քարտեզի վրա դեռ փնտրում ենք կորած տները։ Միայն անցյալը ճանաչելով, հիշելով է, որ նախ չի կրկնվում եւ երկրորդ այդ համատեքստում է, որ կարող ենք առաջ գնալ։ Այլապես այդ վերքը միշտ մնում է եւ կարող է շատ հեշտորեն իդ, այսպես ասած, փորփոքվել կամ բացվել նորից։ Այս երկու կարդեսները գողքի դրել ենք առաջինը Արևմտյան Հայաստանի 1915 եւ 23-ի միջև հայապնակ վայրերը, պատմական Հայաստանի այն վայրերը, որտեղ ցեղասպանություն տեսած ապրած են, բայց ինչպես ասեցի, զուգահեռ չի կարելի չանել ներկայի հետ, եւ մենք դրել ենք Հայաստանի եւ Արցախի քարտեզը։ Ցեղասպանությունը մոռանալը դավաճանություն է, ասում են մարդիկ, դավաճանություն նախնիների, կորցրած հողերի, մորթված սերունդների հանդեպ։ Համար սխալ է, որ մարդ կարող է մոռանալ ինչ եղել է իր ազգի հետ։ Այն էլ նենց բան, որ չես կարող մոռանալ, էլի։ Եթե մարդ մոռանում է իր պատմությունը կրկնվում է։ Պահանջատերի դերում պիտի լինի։ Եվ այն դավաճան իշխանությունը, որ այ հիմա կա, վերջին իրենք չեն լինելու։ Ժամանակը կգա, կգան այն մարդիկ, որոնք ի վիճակի են, բոլոր հարցերը լուծեն։ Զարուհի Սահակյան, Առաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։